Շատ ուրախ ենք, որ խաղահրապարակ կա այստեղ, որ դասերը վերջացնում ենք ու գալիս ենք այստեղ վազում ենք, խաղում ենք։ Մեծայրում բնակավայրում երեխաների ուրախ աղմուկ աղաղակը արդեն դարձել է առօրյայի մի մաս։ Դասերից հետո երեխաների կանգառը իրենց նոր, գունավոր ու անվտանգ խաղահրապարակն է։ Թեև այն շահագործման է հանձնվել ընդամենը մի քանի շաբաթ առաջ, բայց արդեն հասցրել է դառնալ ոչ միայն երեխաների, այլև ողջ գյուղի ամենասիրված ու մարդաշատ անկյուններից մեկը։ Այս փոքրիկների խանդավառությունը իրականում լավագույն գնահատականն է այն աշխատանքների, որոնք ամիսներ շարունակ իրականացվել են։ Նոր խաղահրապարակը ոչ միայն ապահով ու ժամանակակից է, այլև մի վայր է, որտեղ երեխաները շփվում են, խաղում ու հետաքրքիր ժամանց ունենում։ Այն ամբողջությամբ հագեցված է տարատեսակ խաղասարքերով, մարզասարքերով, գունային գեղեցիկ համադրություններով։ Խաղահրապարակի կառուցումը մեծ փոփոխություն է առաջացրել ոչ միայն փոքրիկների, այլև նրանց ծնողների առօրյայում։ Որտեղ երեխաներ, այնտեղ կյանք, այնտեղ մարդկություն, շատ լավ ծրագիր է, եթե երեխաները մեր արջքի առաջ խաղան, խաղեր կազմակերպեն, նույն էլ մայրիկները հետները զբաղվեն, դա ոնց կարա վատ ծրագիր լինի։ Շատ գեղեցիկ բան է կազմակերպվում, շատ շնորհակալ եմ ես հանձինս որպես մայրիկ, որպես 7 թոռնիկի տատիկ, նաև շատ շնորհակալ եմ բոլոր կազմակերպիչներին, որ այդպիսի շատ շնորհքով ծրագիր են կազմակերպում։ Կարիքը կա, շատ էլ ուրախ ենք, շատ լավ բան են անում, անողից էլ շատ շնորհակալ ենք։ Ինչպես արդեն ասացինք, խաղահրապարակներ, հանգստի գոտիներ կառուցվում ու կառուցվելու են համայնքի տարբեր բնակավայրերում։ Եթե Մեծայրում բնակավայրում այն արդեն շահագործման է հանձնվել, ապա Աղթալա բնակավայրում աշխատանքները դեռևս նախապատրաստական փուլում են։ Այս պահին ընթանում են հողային և հիմքային աշխատանքները։ Խաղահրապարակների կառուցումն ու համայնքային կյանքի աշխուժացումը համատեղվում են նաև բազմաբնակարան շենքերի պայմանների բարելավման ծրագրերի հետ։ Ալավերդի բնակավայրում այս պահին ընթացքի մեջ են 15 բազմաբնակարան շենքի տանիքների ու շքամուտքերի հիմնանորոգման աշխատանքները, ինչպես նաև 2 բազմաբնակարան շենքում տեղադրվել ու տեղադրվելու է վերելակ։ Ալավերդու Զորավար Անդրանիկի 18 կոտորակ 23 շենքի բնակիչները, որ տարիներ շարունակ ահազանգում էին իրենց կաթող տանիքների մասին, հիմա իրենց գոհունակությունն են հայտնում։ Շատ հաճելի է, շատ լավ է։ Մենք շատ գոհ ենք եւ շատ շնորհակալ։ Նախկինում շատ վատն է եղել, հիմա էլ դուք տեսնում եք շքամուտքերը շատ վատ վիճակում են։ Շատ վատ վիճակում են եղել, հիմա շնորհակալ ենք շատ անչափ ծրագիրը իրականացնողներից։ Շատ վատ վիճակում է եղել, իսկ հիմա հուսանք, որ շատ լավ է լինելու, աշխատանքները շատ արագ իրականացնում են։ Ոյ ինքան լավ 55 տարի է շենք արդեն քարքան դրել, հա նայեցեք։ Շատ գոհ ենք, տված գումարիսն էլ բոլորս համարյա տվել է, համարյա 2-3 հոգի երևի որ ստեղ են։ Շատ լավ ծրագիր է, շատ։ Պանելը բացվել էր, կաթացել էր տեղաշորի վրա, այն սենյակում հիմա էլ է կաթացել, այս վերջերս քամի որ լավ շիֆերը տեղահաներել է։ Ինչ ասեմ, շատ լավ գործ է, շատ գոհ եմ, շնորհակալ եմ։ Ալավերդի քաղաքում իրականացվող տանիքների վերանորոգման աշխատանքները կազմակերպվում են առավել զգուշությամբ։ Համայնքում դեռ թարմ է անցած անգամվա փորձը, երբ շինարարական կազմակերպությունը բացեց շենքերի տանիքը, անբարենպաստ եղանակին ընդառաջ։ Հորդառատ անձրևների պատճառով բնակիչները փաստի առաջ կանգնեցին։ Խնդիրը հետո լուծվեց, շինարարն էլ կրեց պատասխանատվությունը, բայց նման իրավիճակը թե բնակիչների, թե համայնքի համար անցանկալի մեծ խնդիր էր։ Այս տարի համայնքապետ Դավիթ Ղումաշյանի խոսքով շինարարին նախօրոք զգուշացվել է։ Բոլոր ռիսկերը գնահատված են եւ եթե նույն իրավիճակը կրկնվի, ամբողջ պատասխանատվությունը կրկին կրելու է բացառապես շինարարական կազմակերպությունը։ Ավելի լավ է մի շաբաթ ուշ լինի, 10 օր ուշ լինի, բայց այդ խնդիրը չունենանք, որովհետեւ առաջնահերթ բնակիչների հենց խնդիրն է դառնում, երբ որ տանիքը բաց է լինում ու, չգիտեմ, վերևից մինչև առաջի հարկ ամբողջությամբ վնասվում է։ Այդ հարցը կարելի ասել լուծված է այն իմաստով, որ շինարարը ամբողջությամբ կրում է պատասխանատվությունը։ Բնականաբար, բայց մենք էլ հետևողական պիտի լինենք։
Հիշեցնենք, որ շուրջ 15 բազմաբնակարան շենքերի տանիքների շքամուտքերի վերանորոգումը նախատեսվում է ավարտին հասցնել 2026 թվականին։ Վերջինս իրագործվում է սուբվենցիոն ծրագրով պետություն, համայնք, բնակիչ եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի համաֆինանսավորմամբ։ Սարահարթ թաղամասի 1 կոտորակ 12 եւ 2 կոտորակ 30 շենքերի բակերի ու հարակից շրջակայքի բարեկարգման ու ասֆալտապատման աշխատանքները եւս ընթացքի մեջ են։ Եթե նախկինում բակերը լցված էին մեծ ջրափոսերով ու անհարթություններով, ապա աշխատանքների ավարտից հետո այստեղ նախատեսվում է ամբողջական ասֆալտապատում, կանաչապատում եւ միջավայրի ամբողջական բարեկարգում։ Համայնքի ղեկավարի խոսքով հետեւողական աշխատանքների ու պարբերաբար այցելությունների բնակիչների հետ ունեցած հանդիպումների արդյունքում ելի շատ կարեւոր անելիքներ են ի հայտ գալիս, որոնք հաշվի են առնվելու ծրագրի ընթացքում։ Խնդիրներն ենք վերհանում, օրինակ բակերը միայն ասֆալտապատել ու եզրաքարեր բազալտե տեղադրելը չի, նաև պետք է փորձենք փոքրիկ գոնե հատվածներում ինչ-որ մարզա հրապարակ կամ ինչ-որ հանգստի գոտի կառուցել, որ ոչ միայն լինի ասֆալտ եւ, չգիտեմ, բազալտ, այլ նաև հետաքրքիր ինչ-որ միջավայր ստեղծենք։ Բակերի բարեկարգման ծրագրերը սակայն կարող են լիարժեք իրականանալ միայն այն դեպքում, երբ համայնքն ու բնակիչները գործում են համագործակցված։ Համայնքապետարանը բազմիցս շեշտել է, որ բազմաթիվ բակերում տարիներ շարունակ ձևավորվել են ապօրինի ցանկապատված տարածքներ, ավտոտնակներ, մառաններ կամ անհատական օգտագործման փոքր այգիներ, որոնք փաստացի զբաղեցնում են ընդհանուր բակային տարածքները։ Այս խնդրի լուծման համար համայնքը հանդես է գալիս հստակ ուղերձով եւ կոչով, դիմելով բնակիչներին։ Մեկ անգամ եւս մեր բնակիչներին խնդրեմ եւ հիշեցնեմ, որ այն բակերը, որտեղ որ կան, չգիտեմ, տասնյակ տարիներով ապօրինի ցանկապատված, չգիտեմ, այգիներ, ինչ-որ տարածքներ, որոնք իրականում 90%-ը չեն օգտագործում։ Ես օրինակ նայել եմ, մի 10%-ա, որ ինչ-որ տարբեր բաներ են օգտագործում, մեկը պահեստ, մեկը ինչ-որ ավտոտնակ կամ ինչ-որ մառան, հա, բայց մնացած դեպքերում ուղղակի ցանկապատել են ու երբ որ հարցնում ես, սա ինչ ցանկապատ է, ասում են, չգիտեմ, Պողոսյան Պողոսինն է, բայց իրանը չի բնականաբար։ Սա էլ կուզենամ մեր բնակիչների նկատի ունենան, որ մյուս տարվա ծրագրերը, որ բակերը, որ ընդգրկվեց եւ նմանատիպ տարածքներ եղավ, եթե որից է մի բակում, որից է մի բնակիչի կողմից խնդիր առաջացավ, այդ բակը միանշանակ մենք չենք անելու։ Օրենքով կարող եք ապօրինի կառույցը քանդել, այո, կարող ենք, խնդիր չի, եւ անելու էլ ենք։ Բնակիչը համաձայն լինի, թե ոչ, բայց ես կուզեմ, որ իրենց կամքով լինի, հա, ինչ որ կոնֆլիկտային բան չլինի, վերջը մի քաղաքի բնակիչներ ենք այդ առումով։ Սա նաև ուղերձ եւ խնդրանք, որ բակը որ կնախատեսվի, որ պիտի անի, դրանից էլ է շատ բան կախված, որովհետեւ եթե բակում եղան 1, 2, 3 ընտանիքներ, որոնք դեմ են լինելու իրենց ճակերտավոր ասած այգիները քանդելու, մենք բնականաբար չենք անի, թող իրենք իրենց միջավայրում ուրեմն ապրեն։ Այսպիսով առաջիկա ծրագրերի իրականացման ընթացքում կարևոր է, որ բնակիչները հետամուտ լինեն եւ իրենց նախաձեռնությամբ ապահովեն, որ կատարվելիք աշխատանքները ընթանան խաղաղ ու առանց կոնֆլիկտների։ Համայնքապետը ցանկանում է եւս մեկ անգամ հիշեցնել եւ խնդրել բնակիչներին համբերություն եւ համատեղ աշխատանքի պատրաստակամություն։ Կուզեմ նաեւ մեր բնակիչներին ասեմ, որ համբերություն ունենանք, ինքը մի օրում չենք կարող կառուցել, մի տարում նույնիսկ չենք կարող կառուցել։ Ես միշտ ասել եմ եւ կրկնում եմ, մեր համայնքը, նամանավան Ալավերդի քաղաքը, մենք կարող ենք, չեմ ասի, իդեալական մեր ուզած տեսքի բերելով, բայց գոնե ասել, որ այ իրոք արվեց աշխատանք եւ այ իրոք ժողովուրդը բնակիչները օգտվում են այդ արված աշխատանքներից, դա մինիմում 4 տարի տևելու է։ Այսինքն եւս 2, մաքսիմում 3 տարի եւ ես վստահ եմ, որ Ալավերդին արդեն կունենա համապատասխան տեսք եւ բնակիչները հաճույքով կզբոսնեն եւ փողոցներով եւ այգիներով։ Նոր խաղահրապարակների ուրախ աղմուկից մինչև բազմաբնականան շենքերի տանիքների եւ բակերի բարեկարգում յուրաքանչյուր քայլ ծառայում է համայնքի շարունակական զարգացմանը, որտեղ բնակիչները տեսնում են իրենց առօրյայի ու կյանքի որակի բարելավումը։ Աշխատանքները լինի դա 1 տարի, 2 տարի կամ 3 տարի տևող դանդաղ, բայց հաստատուն ձևավորում են այն Ալավերդին, որը վաղվա օր ավելի անվտանգ, կանաչ ու հարմարավետ է դարձնելու բոլորի համար։ Մանանա Վարոսյան, Դավիթ Թամազյան, անկյուն գումարած 3 հեռուստաընկերություն։